Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, ինչպես ամեն ուրբաթ։ Այսօր եւս մենք խոսելու ենք միայն եւ բացառապես մշակույթի մասին, ավելի ճիշտ այն ընկալումների, որ մենք ունենք մշակույթի մասին, եւ այսօր իմ զրուցակիցն է գրող արձակագիր Զարգիս Հովսեփյանը, բարև ձեզ, պարոն Հովսեփյան։ Բարև ձեզ, ուրախ եմ հյուրն գալել ձեզ։ Փոխադարձ շնորհակալ եմ, որ եկել եք։ Հիմա պարոն Հովսեփյան, ես գիտեմ, անմիջապես հարցազրույցից առաջ ես ձեզ հարցրեցի, դուք ասացիք, որ երբեք չէիք մտածել այդ ուղղությամբ, բայց հիմա հենց այդ տրամաբանությամբ հարց տամ։ Դες եւ ես եւ դուք ըստ էության միջին սերնդի ներկայացուցիչներ ենք։ Մարդիկ ենք, որոնք տեսել են, սովորել են, հետևել են ավագ սերնդին, եւ մարդիկ ենք, որոնք հետևում են նաեւ կրծերներին, հա, փոքր տարիքով, մերոնց, այսպես ասեմ, եւ ես ինքս չեմ հավակնում որևէ գնահատական տալուն, բայց դուք որպես գրող պիտի որ այդ տարբերությունը զգաք ավագ եւ փոքր սերունդների միջեւ գրականության ընկալման։ Կա այդ տարբերությունը։ Անշուշտ հետաքրքիր հարց է ու չնայած հիմա ոնց որ հնդած մտածում, բայց որոշ դիտարկումներ ամեն դեպքում ունեմ եւ արել եմ այս հարցի շուրջ ու նաեւ ոնց որ որպես կոնտեքստային առումով ասեմ, որ արդեն 6 տարի դասավանդում եմ բանում Թումոյում շատ փոքրերին ստեղծագրություն, այսինքն creative writing-ի ոնց որ Թումոյի տարբերակն եմ դասավանդում ու դրա համար շատ մեծ հաշվով ինտենսիվ շփվում եմ, կարելի ասել են փոքր սերնդի հետ 12-ից մինչև 18 տարեկան եւ ըստ էության գրելու մասին է, տեքստի մասին է այդ դասընթացը։ Եւ իհարկե կա ես կարող եմ մի հիմնական ցցում շատ այնց արտահայտիչ խնդիր մատնանշել, դա քերականության բանի առումով գրագիտության որոշակի պակասն է ակնհայտորեն ավելի, բայց բանի հետ կապված աշխարհը տեսնելու բան մի քիչ ավելի լայն համատեքստում եթե նայենք, ես բացարձակ խնդիր չեմ տեսնում այդ տարբերության մեջ, ավելին ասեմ, ես ուրախ եմ, որ կա այդ տարբերությունը, ավելին հեռուն գնամ, ես միշտ եկողների կողմից եմ, ոչ գնացողների, ամենայն հարգանքով, իմ մեծերի հանդեպ, բոլորի հանդեպ, բայց ես միշտ ամեն եկող, հաջորդ եկողի կողմից եմ ու տենց լինելու եմ սկզբունքորեն, դա սկզբունքային դիրքորոշում է իմ համար։ Ես ուզում եմ ու հավատացած եմ, որ եկողները միշտ ավելի լավը պետք է լինեն ու լավն են լինելու, քան գնացողները։ Հակառակ դեպքում ստացվի ավելի ճիշտ, որ գնացողները իզուր են ապրել։ Այո։ Եվ ավելին ասեմ, եթե չկարողացանք այնպես անենք, որ այդ եկողները օրինակ մեր կոնտեքստում վերցնենք հայաստանյան, չէ՞, այս երկրում իրենց լավ զգան, այս երկրում իրենց մտածեմ, որ կարող են իրենք իրացվել այս մեր երկրում, այս երկիրը ոչ մի բանի մասին է, այդ մեծերի ոչ մեկի պետք չեն լինելու։ Եթե նույնիսկ ինքը այդ եկողը այս բանը հələ չի էլ, տենց առանձնապես գնահատում չի ճանաչում բանան, բայց մեկ է, ժամանակ ընթացքում գալու է դրան։ Ինքը գալու է, ինքն էլ է հասունանալու, ինքն էլ է նորից փորփրելու, փնտրելու, մարդը տենց ինչ-որ միագից արած չի, որ ասենք ընդհանրենք ինչ-որ տարիքում ինչ-որ բաների մեջ է, մենք էլ շատ բազմաբնույթ կենսագրություն ենք ունեցել։ Ես ինքս ընդհանրապես գրականությամբ ակտիվորեն սկսել եմ հետաքրքրվել 26 տարեկանում, այսինքն մինչև այդ այն ինչով որ ես զբաղվում եի, բացարձակ կապ չուներ ոչ մշակույթի հետ, ոչ էլ գրականության հետ։ Եվ այն դեպքը չի, երբ որ 4 տարեկանից ապրել եմ, 5-ից երգել եմ, 6-ից արտասանել եմ։ Ու ես հավատացած եմ, որ կարևոր որ այս միջավայրը մարդկանց եկողներին ավելի ճիշտ կոմֆորտ լինի եւ իրանք ուզենան ստեղ արարեն, ինչ որ մի բան ստեղծեն։ Իրանք անպայմանորեն կսկսեն փորփրել, իսկ ովքեր կան, ինչ կան, ինչ են արել միջև էս, որտեվ հենվելու տեղ է պետք լինելու ամեն դեպքում։ Նույնիսկ այդ նորությունը բերելու, իրանց պատկերացումը բերելու համար, դրա համար կարծում եմ, որ իհարկե տարբերվում է
տարբերվում է նաև այն պատճառով, որ ես կարծում եմ, որ մեր հասարակությունը մի քիչ խեղճ է այն առումով, որ քիչ բան է տեսել։ Այդ սոցիալական է երևի թե պատճառը ավելի շատ, քիչ է ճամփորդել, այդ թվում նաև երիտասարդները քիչ բան է հասցրել յուրացնի, շփվի եւ դրա համար այդ խեղճությունը տեղից է գալիս, փակությունը եւ այն վախեցած է, որը նույնպես օբյեկտիվ պատճառներ ունի երևի թե անվտանգության, հազար ու մի այլ, ասենք ինքնությունդ կորցնելու, բայց այդ ինքնությունը ստատիկ բան չի, ինքնությունն էլ անverջ վերակազմավորվող ինչ որ մի բան է։ Ինչ էլ երբ մենք անընդհատ ու բարբերաբար խոսում ենք ինքնության մասին, ինքը բավական լղոզված է, ինչ ասել է ինքնություն։ Ինչ առումով եմ ասում լղոզված, որտեղ մեկը մի բան է ասում, մյուսը ուրիշ բան է ասում, ըստ էության որպես այդպեսին ֆորմուլ գոյություն չունի։ Ինքնությունը ես գիտեմ լեզու, ինքնությունը ես գիտեմ մտածողություն, ինքնություն ես գիտեմ հայրենիք։ Էլի բաներ կան։ Ես կարծում երևի թե կան մասնագիտական ինչ-որ ուղղություններ, որոնք որ մի քիչ ավելի այդ գիտական մակարդակում ձևակերպումներ ունեն, ինչ է ինքնությունը։ Ես ինքս այդ մասնագետը չեմ, էլի, բայց ես էլ ամեն դեպքում լեզուն մշակույթը, որը կրում ես դու, այդ ամեն ինչը մեր ինքնությունն է, բայց միևնույն ժամանակ մենք շատ երևի թե կհամաձայնենք, որ մենք այսօրվա ինքնությամբ հայը, չէ, այսինքն իդեալական հայ ենթադրենք պայմանականորեն, հնարավոր է բավականին հեռու լինի 100 տարի առաջվա հայից, 200 տարի առաջվա հայից, Տիգրան Մեծից, Վարդան Մամիկոնյանից, չգիտեմ, էլ ինչ իդեալներ կան։ Ուղղակի մարդիկ երևի շատ հաճախ այդ պահը չեն պատկերացնում։ Իրենց թվում է, որ ասենք Վարդան Մամիկոնյանը տենց ոնց որ բան կերպար է, որը որ կարևոր կերպար է մեր մշակութային բանում, բայց ասենք Վարդան Մամիկոնյանը այլ եղել է շատ սովորական մեծ հաշվով իշխան Մամիկոնյաց տոհմից, որը որ ամենայն հավանականությամբ ունեցել է նաև այս շատ սովորական մարդկային թուլություններն ու թերությունները, որը հատուկ է եղել ենթադրենք 5-րդ դարի այս միջավայրում ապրող շատ իշխանների, այդ թվում կարող է գուցե եւ շատակերություն, ասենք, չգիտեմ, ես ինչ իմանամ ինչ, օրինակ էլի, այսինքն խորենացին նկարագրել է բոլոր այդ թերությունները։ Ուզում ասեմ, այդ ամեն ինչը շատ տենց չբռնվող, դժվար բանալվող պահ ունի էլ իր մեջ, այսինքն մենք չենք կարող տենց մեզ ուղղակիորեն բան անենք, նույնականացնենք 500 տարի առաջ ապրած հայի կամ չգիտեմ ինչ-որ իդեալական բանի հայի մեր պատկերացած կերպարի հետ, որոնք նույնիսկ եթե մի 3 հերոս տարբեր պատմական շրջաններում ապրեն, իրանք իրար հետ կարող է բավականին հեռու լինեն։ Դրա համար այդ ինքնությունը ուզում եմ ասեմ կզարգացող, փոփոխվող ինչ-որ մի բան է նաև։ Բարձր որ հիմքերում որոշ բազային բաներ կա, այդ թվում ոնց որ նշեցիք լեզուն։ Այդ իմ կարծիքով գլխավորագույն բանն է, այդ բաղադրիչն է եւ նույն այդ լեզվի հետ կապված մեր լեզուն ինչ տրանսֆորմացիաներ է կատարել, չէ, գրաբար ա եղել, հետո չգիտեմ Աբովյանն ա եկել իր լեզվով, միջին եւ այլն, նկատի ունեմ գրական, ասենք Աբովյանը ավելի շատ այսպես արևելահայերենը դարձրեց գրական։ Նկատի եմ, չէ, ես տենց հատուկ պատմական քրոնոբան այդ հերթականությունը չի պահում, ուղղակի տենց ոնց որ օրինակներ, թե ինչքան բաներ են ազդել եւ որպես օրինակ նաեւ Աբովյանն էլ իր ձևով է ազդել մեր լեզվի մասին պատկերացումների վրա, չէ, գրական լեզվի պատկերացումներով մենք իրար հետ խոսում ենք, որը մեծ հաշվով, որ գնանք Վերք Հայաստանին բացենք, կարդանք, արդեն այդ հետ էլ կապ չունի։ Չէ, ես ծնվել մեծացել եմ, ոնց որ ասացիր, միջին տարիքի որպես կլասիկ ներկայացուցիչ, սովետական միության ժամանակ, հիմա ապրում ենք արդեն քանի տարի է, 34 տարի է անկախ Հայաստանում եւ նույնիսկ այս 34 տարվա մեջ լեզուն թե խոսակցական, թե գրական, նույնիսկ հսկայական տեղաշարժեր է արել։
ես որ հիշում եմ այն ժամանակ, ասենք մարդիկ ինչ բառապաշար կարող օգտագործեին, անգլերենը ոնց է մուտք արել, ասենք մեր լեզվի մեջ, խոսակցական էլ ընեցել, մասնագիտական տարբեր շերտեր ոնց են խոսում։ Հիմա ասենք գնանք մի քիչ այդ ծրագրավորողների բանի շրջանակում կանգնենք, կես ժամ զրույց անենք, այնքան տերմին կօգտագործեն անգլերենով, որը շատ սովորական է, ոչ մի խնդիր չենք էլ տեսնում, կամ ասենք ինչ որ յուրահատուկ էլի շերտեր կան, չէ, որ տենց հասարակական տարբեր բաներով, խնդիրներով զբաղվող, օրինակ հասարակական սեկտորի բաները, ներկայացուցիչները եւ այլն, այնց որ շատ նորմալ է եւ դա էլ է մեր ինքնությունը, ավելին էսպային է դա մեր ինքնությունը նաեւ։ Տեսեք, խորհրդային շրջանում երկուսս էլ ինչ-որ ժամանակահատված ապրել ենք, այն ժամանակ մշակույթի նկատմամբ որոշակի վերաբերմունքը դա ըստեյության պետական պահանջ էր։ Այսինքն պետությունը ասում էր, չէ, դու պիտի գնաս թատրոն, չէ, դու պիտի գնաս օպերա լսես, չէ, եթե նույնիսկ չես գնում լսելու, ինքը այնպես էր անում, որ դու ռադիո լսես հեռուստատեսությամբ կարապներին անընդհատ հետևես, հա, Չայկովսկի եւ այլն, ճիշտ է, հետո այդ բալետը ուրիշ բաների հետ սկսեց ասոցացվել լրիվ, այդ նշանակում ինչ որ վատ բան է եղել։ Կամ լավ, ինչ իմանաս։ Հա, կամ լավ, ինչ իմանաս։ Այ մշակույթի նկատմամբ վերաբերմունքը ինքը որոշակի տրանսֆորմացիա ունեցավ արդեն անկախության տարիների, որտեղ պետությունը դադարեց միջամտել այդ գործընթացին։ Այն իմաստով, որ երեխեքին արդեն թատրոն չէին տանում։ Ամենանդեպս գոնե 90-ականներին, 2000-ականներին դրա հնարավորությունները չկար, մարդավարի թատրոն էլ չկար այն ժամանակ, որտեղ ցուրտ էր։ Դա բերեց որոշակի վերաբերմունքային փոփոխության։ Հիմա այդ վերաբերմունքային փոփոխությունը շատերը գնահատում են որպես դրական, ինչու՞, որովհետև կա բնական վերաբերմունք մշակույթին, ոչ թե պարտադրված։ Հա, համաձայն եմ իհարկե նկարագրության հետ, այն ինչ որ սովետում այդ հրամայական բանը կար, որ պետք է մարդիկ էս անեն, այսպես լինեն, sense բաներով հետաքրվեն, այս կերպ մեկնաբանեն, էսա դրական հերոսը սա, բացասական հերոսը եւ այլն, որը մի կողմից երկու պահ կա, որ ես մի քիչ որ sense լայն խոսեմ, կարծում եմ խնդիր չի լինի, երկու պահ կա, որ ես ուզում եմ այս անցյալի հետ կապված բան անեմ, էլի դիտարկում անեմ։ Մեկը շատ པարզ ու հայտնի կատակի ձևով էլ մենք երբեմն ասում ենք ես գիտեք մարդիկ գիտեք են սիրում իրանց բանը, անցյալը, ջահել ժամանակը, որովհետև այն ժամանակ ուղղակի ջահել էին, կամ եմ ասում պապաս սաղ էր, այսինչի ժամանակ, կամ բան կներեք իհարկե sense մի քիչ բան է հնչում, բայց այդ մոտավորապես այդ նոստալգիայի մի մասը տենց բաների հետ է կապված, երբեմն կարող այդ մարդ չհասկանալ, որ ինքը իր երիտասարդությունն է կարոտում, այլ ոչ թե հենց այն ժամանակը իր ամբողջ խորությամբ ու բոլոր շերտերով։ Եվ մյուս էլի կարևոր իմ կարծիքով դա ապահովության զգացումներ, այսինքն ստաբիլության որոշակի զգացումներ, որը որ սովետական միությունը իհարկե ապահովում էր։ Մեծ կայսրություն էր, որևէ մեկի մտքով չէր անցնի, որ ինքը կարա ինչ-որ խնդիրներ ունենա, եւ բացի դրանից ինքը մարդիկ առնչվում էին, ոնց որ sense ներկայացուցիչ էին մեծ երկրի, բան, այնպես լավ էին զգում, եթե նույնիսկ այդ տարեսների հետ խոսում ես, մեկ էլ ասում է գնում էինք այդ պասպորտը քարեր ծակում, չգիտեմ ինչ, այս կողմենքով, որը հասկանալի է, էլի շատ մարդկայնորեն հասկանալի է, բայց մյուս կողմից այդ մի քիչ մարդկայնորեն հասկանալի է այդ նոստալգիան, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ կյանքը տեղում չի կանգնում, այն ինչ կար էլ չկա, եթե նույնիսկ դուք շատ եք ուզում, չնայած ես չունի ինձ տենց այդ առանձնապես բանը առաջացնում իմ մոտ, բայց ամեն դեպքում էլ չկա, հետ չես բերի, ավելի լավ է փորձես այս տրված հանգամանքներում, տրված իրավիճակում լավ երկիր, լավ հասարակություն ստանաս, ստեղծես, զարգացնես, եղած բաներից ելնելով, նախադրյալներից ելնելով եւ դրա վրա հենվելով։ Թե հիմա ինչ ա եղել դրանից առաջ, այդ ընդհանրապես դաս կարա լինի, ուսումնասիրության առարկա լինի, բայց մեկը անհնար է ոչ հետս բերելու, ոչ էլ երբևէ այդպիսի նախադրյալներ լինելու են։ Դա համար հիմա վերադառնալով այս խոսքի սկզբում հնչած այդ հարցադրմանը, այդ հրամայական եղանակով մշակույթ ներարկելը կարծում եմ անհնար բան է այսօրվա հասարակական կարգում պայմաններում։ Ուղղակի անհնար է։ Դրա համար սկիզբ չեմ էլ ես անկեղծ ասած ուզում նստենք համեմատենք, որ սովետի վաղ սենց էր։
Հա տենց էր իլրիվ ուրիշ երկիր էր։ Չէ, ես չեմ համեմատում, ուղղակի ես ասում եմ, որ մարդիկ կան, որոնք ասում են, այ հիմա այն ինչ որ կա, դա շատ լավ է, որովհետև բնական է։ Հա, դե չէ, ես ոնց որ այդ մարդկանց բանանողների հակադրողների ժամանակ sense բան դրա համար ոնց որ կոնտեքստը նկատի ունենալով եմ ասում, այսինքն մարդիկ մտածում որ հիմա էլ պետքա տենց լինի բան, բայց տենց անհնար է, չի լինի։ Իհարկե պետությունը չի կարող ձեռնել լրիվ ծալել բացարձակ ոչի բան չանել, բայց ոչ այդպես էլի, որ ասենք տենց համատարած Տոմս Բաժանային ստիպեն գնան կամ չգիտեմ ինչ կարող է իհարկե ինչ որ ասենք ֆոնդ ստեղծվի, ֆոնդերով աջակցվի, որոշ բաներ արվի, բան, այսինքն օգնեն որ արվեստային երևույթները Երևան այսինքն չկորեն համատարած աղմուկի մեջ։ Մենք գիտենք, որ այսօրվա խնդիրներից մեկն էլ է աղմուկի աղբնա, որ մեզ շրջապատում, հա, եւ երբեմն արժեքավոր բաները ուղղակի չես էլ նկատում, չես էլ իմանում դրա մասին։ Սենց հարցերում կարող է եւ օգնել պետությունը հազար մի տարբերակով, որտեղ իհարկե որոշակի ռեսուրսների, լծակների ավելի մեծ հնարավորություն ունի։ Բայց որ հետ չես բերի եւ այն ինչ կա մեծ հաշվով տրամաբանական ու բնական է, հա, ես համաձայն եմ, բայց այդ բնականը դրա հետ աշխատել է պետք էլի։ Ոնց անենք, որ ավելի շատ մարդու հասնի ինչ որ մի բան, որը եթե արժեքավոր է, այդտեղ իհարկե բացի պետությունից ակտիվ հասարակության ակտիվ շերտերն էլ որոշակի երևի թե անելիք ունեն էլ իմ կարծիքով։ Այստեղ մի խնդիր է, իմ մոտ հարց առաջանում ավելի ճիշտ խնդիր, որը ես տեսնում կարող եմ սեփական զանգակատենից եմ նայում դրանից է։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ի տարբերություն կրծեր սերնդի պայմանական ասած միջին եւ ավագ սերունդը որոշակի ապատիկ տրամադրությունների մեջ է։ Կարող եմ ենթադրել այդ տրամադրությունները երբ ձևավորվեցին կամ արմատավորվեցին, բայց եթե իմ ասածը ճիշտ է, ստացվում է, որ մենք պետք է ինչ-որ ժամանակ սպասենք, մինչև այդ փոքրերը դառնան միջին, որ իրենք իրենց վրա այդ բեռը վերցնեն, հա, պետությունը առաջ քաշելու։ Երևի պետք է մի քիչ սպասենք, նու սպասելը տենց չի որ ձեռքներս պետք է ծալենք, սպասենք, բայց ուզենք չուզենք որոշ բաներ, որոշ հարցեր կլուծվեն միայն այդ բնական սերնդափոխությամբ, ուրիշ տարբերակ ուղղակի չկա։ Ես որ չգիտեմ ինչ պետք է անենք։ Ուղղակի պետք է հա սպասենք մինչև աստիճանաբար այդ սերունդը, որ մի քիչ ավելի ուրիշ է, ավելի այս ժամանակներին հարմարված է, ասենց ասած, ինքը հենց ի սկզբանե տենց է ծնվել է ուրիշ ժամանակի մեջ, ուրիշ միջավայրում, արդեն այն տարիքում կլինի ու այն որոշակի հմտությունները ձեռք բերած կլինի, որը որ կարա կամաց պատասխանատու որոշակի դիրքեր զբաղացնել, որոշակի, չգիտեմ, որոշումներ կայացնել, ուրիշ տարբերակ չկա։ Այդ թվում նաև ոչ միայն պատասխան, այդ թվում նաև իր ընտանիքի մեջ, իր, չգիտեմ, հարևանության մեջ եւ այլն, էլի, որտեղ մարդիկ թե ոնց են իրանց պահում նաև բակում, այս ինչ տեղ է, ինչ տեղ է, դա էլ մեծ հաշվով հստակ տարբերություն կա։ Տեսեք, լավ, սպասենք նոր սերունդը գա։ Մեր ավակ սերունդը ասում էր, այսա մենք կգանք, մենք ամեն ինչ կուղենք, կդզենք, մենք էլ այդ ամեն ինչի իհարկե տաբալեցինք, այդ հույսերը այդ իմաստով եմ ասում։ Հիմա սպասենք հաջորդ սերին, բայց այսպեսի մի հետաքրքիր դիտարկում։ Տարիներ առաջ ես մշակութաբան ընկերներից մեկի հետ խոսում էի, ծանոթներից մեկի հետ, ինքը տարօրինակ միտք ասեց, մենք մեր անկախության հետ հաշտ չենք, որովհետև սկսեց բացատրել։ Մենք մեր մտածողությամբ իմպերիալիստներ ենք։ Ասում եմ ինչու, ասում եմ տես, մենք մեծանում ենք Տիգրան Մեծի մասին, հա, այդ պատմություններով։ Հայաստանը իր անկախությունը կորցնելուց ի վեր, նկատի ունեմ 1024 թվականը, եթե չեմ սխալվում, դրանից հետո եղել է տարբեր կայսրությունների մաս, Բյուզանդիա, պարսկական կայսրություն, ռուսական կայսրություն, օսմանյան կայսրություն, եւ մենք ըստ էության մեր մտածողությունը դարձել է կայսերական, այն որ մի քիչ առաջ դուք ասում եք խորհրդային միության ժամանակ մարդիկ ասում են այսպես այդ անձնագիրը պատեր ծագում եւ այլն, ու այդ մտածողությունը մենք հաջորդ սերնդին ենք փոխանցում, այնց այդ նույն պատմությունները պատմելով։
եւ խնդիր ենք ունենում այդ դեպքում սեփական անկախության հետ, որովհետեւ մեր երկիրը Հայաստանի Հանրապետությունը կայսրություն չի ու նման հեռանկարել չկա։ Հա։ Հիմա այդտեղ արդեն կոգնիտիվ դիսոնանսային ինչ-որ բան առաջանում։ Հա, ոնց մեր ժողովրդի մեծ ողբերգություններից մեկն է, որ ինքը նախ առաջինը այդ մի 600-700 արդեն քանի տարի առաջ մի խոսքով վերջին պետությունը ու չհաշված նկատի ունեմ այդ Կիլիկյան դնենք մի կողմ, Կիլիկյան Հայաստանը եւ նաեւ մինչ սովետական 2 տարին էլ չհաշված առաջին հանրապետության, որը որտենց շատ ինքը որպես պետություն չհասցրեցել առանձնապես շատ կայանա, դրանք չհաշված մոտ մի, չգիտեմ, այդ մի 700 տարի է, քանի տարի է Ну 1045 թվից ինչքան հիշում եմ, եթե ճիշտ եմ հիշում թվականը, Բագրատունիների Հա, ես սխալ ասի 24 չէ 45։ Հա, կարճ ասած այդ ժամանակից սկսած արդեն փաստորեն 900 տարի է մոտավորապես մենք կորցրել ենք պետության տրադիցիան, այսինքն մենք որտեղից պետքա դա ունենանք։ Մենք այն ինչ ունենք, դա ոչ թե պետության տրադիցիա, դա ուրիշի պետության տրադիցիա, էլի պետությանա գուցե, ասենք բյուրոկրատիա եւ այլն համակարգեր, ինստիտուցիաներ, բայց դրանք օտար պետության տրադիցիաներ են եւ մեծ հաշվով օտար պետության որոշակի նարատիվներ են սպասարկում։ Քո հենց կակրաս այդ բառով բանանում օգտագործեմ ինքնությունը սպասարկող, որից մենք խոսում էինք, այդպիսի նարատիվներ ունեցող պատկերացումներ ու տրադիցիաներ մենք չունենք։ Նոր պետքա ձևավորվի։ Մեր սերունդը, որը ես հեսա եթե թույլ կտակ երկու բառով մի քիչ կուզեմ մեր սերունդի մասին էլ երկու բառ ասեմ, բայց մեր սերունդը որը շատ ողբերգական սերունդ եմ ես համարում, պետքա գիտակցաբար դա փորձի անի, ինքը չլինելով տենց կրողը չլինելով, բայց ինքը որ ասում է ինչ որ իմաստով զորով պետք է իրան ստիպի, որպեսզի այդ տրադիցիաներ ստեղծի, փոխանցի։ Մյուսներն էլ արդեն ծնվելու են անկախ Հայաստանում, մեծանալու են, ուրիշ բան չեն էլ տեսել։ Կարող է ասենց առանձնապես խոսքի մեջ կամ բանի մեջ տեն շատ չեն բանանում, թե իրանք ինչքանով են ընկալում պետությունը ինչ այվան, բայց իրանք ուրիշ բան չեն էլ տեսել իրականում։ Գիտեք, այդտենց նման է այն բանի, որ դու երբ որ ունես, չես զգում իր կարևորությունը, քաղցությունը, երբ որ հենց զրկվում ես, նոր զգում ես, թե ինչքան կարևոր բան է։ Եթե չեմ սխալվում, Չեխովը ուներ տենց մի արտահայտում, ասում է, երբ մենք երբեք չենք գնահատում մեր մերձավորներին այնպես, ինչպես երբ կա նրանց կորցնելու վտանգը։ Հա, դե հիմա ուզում ասեմ, այդ սերունդը կարող է տենց մեր չափ տենց շատ պաթետիկ բաներ չի խոսում, առանց գլուխներ կախ իրանց հետաքրություններով են զբաղված, բայց չի նշանակում, որ եթե վտանգ լինի, իրանք չեն զգա։ Որտեվ իրանք ի տարբերություն մեզ ուրիշ բան էլ չեն տեսել, ուրիշ համատելու բան էլ չունեն։ Այդ մարդիկ մեծացել են մի երկրում, որը ի սկզբանե անկախ է եղել։ Ի տարբերություն մեզ։ Մենք սկսենք համեմատենք, ուզենք թե չուզենք, որտեվ դա մեր փորձառությունն է, ակամա է դա ստացվում հաճախ։ Դրա համար մենք պետք է կամքի ուժով ինչ որ իմաստով բան անենք, փորձենք այդ տրադիցիաները բանը սպասարկենք։ Բայց այստեղ մի հատ փոքր նյուանս կա, նրբություն կա, տեսեք։ Երբ մենք ասում ենք մեր սերունդը պիտի դա անի, կներեք, բայց դա կամավոր չեն ընդունելու։ Այսինքն դա պիտի արվի ոչ թե կամքի ուժով, այլ կամքով եւ ուժով։ Հա, պիտի ուժով այդ ամեն ինչը ներդրվի, հա, տրամաբանությունն եմ ասում, որ ինքը չեմ ասում արմատա, որ արմատանը հետո, բայց այդ շիտիլները պիտի տնկես, որ հետո արդեն սերունդդ գա, սկսի այդ բալենիներից այդ բալը հավաքի։ Ես կուզեմ իմանալ ուժ ասելով ինչ նկատի ունի։ Ես էլ եմ ուզում իմանալ այդ ինչ նկատի ունի։ Ով այդ ուժ կիրառողը, որտեղ է սահմանը, ինչ ուժի մասին է խոսքը, տենց որտեղ դա շատ абստրակտ է հնչում։ Գիտեմ։ Ու ես չեմ սիրում абստրակտ բաներ, որովհետև այդ միշտ կա ով ոնց ուզի մեկնաբանի հետո եւ ասի մենք դա ասել ենք, չէ՞ որ ուժով, բայց հետո ինչին է համարա օգտագործվելու։ Մենք շատ լավ գիտենք նաեւ որ մարդը մի հատ արարած է, որը որ չափի զգացում չունի ընդհանրապես ընդհանուր առմամբ եւ երբ հնարավորություն է ունենում ինչ որ մի բան կիրառելու, անպայմանորեն ինչ որ մի պայծ սկսում է օգուտ իր
շատ տարօրինակ ու երբեմն հարության շահերի հետ ուղիղ կապ չունեցող շահերի համար օգտագործել, այո, իհարկե դրա համար ես չգիտեմ, երբ որ ուժասում ենք, մենք ինչ նկատի ունենք։ Մենք գիտենք, որ պետությունը դա այն կառույցն է, որը օրինական ուժ կիրառելու արտոնություն ունի, բայց նույնիսկ այդ պետք է հստակ մանրամասն գրված լինի, թե այդ ուժը որտեղ է կիրառվում, ինչի համար, որ դեպքերում եւ այլն, հակառակ դեպքում նույնիսկ այդ գրված լինելուց հետո է մենք խնդիրներ ենք ունենում։ Իսկ ուր մնաց, եթե որ տենց абստրակտ ենք ձևակերպում։ Լավ, այս դեպքում լավ, եկեք որպեսզի абստրակտ չլինի, պետությունը ունի այդ ուժի փափուկ ուժի իրավունքը, դա կոչվում է կրթական համակարգ։ Կրթական համակարգ, այսինքն մանկապարտեզից, հիմա տեսեք, ես երբեմն ճիշտ է ֆիլմերով եմ այդ ամեն ինչի մասին դատողություններ անում, բայց երբ ամերիկյան մանկապարտեզներում երեխաները են, որ նոր հələ թոթով է խոսում, փոքրիկները խոսում են հիմնադիր հայրերից, պետությունից, խոսում են դրոշից եւ այլն, հասկանում ես, որ այդ երեխայի մեջ պետությունը, այդ փափուկ ուժի կիրառմամբ, որ դա պիտի արվի, դա պարտադիր է։ Փափուկ ուժի կիրառմամբ ներարկում է այդ ընդ որում մենք գիտենք, Միացյալ Նահանգները բազմազգ պետություն է, բայց հիմա իրանք արդեն ունեն ամերիկացի ազգ հասկացություն, այսինքն սկսում են ազգի ձևավորման process է գնում։ Պետությունը կա, հիմա այդ պետությանը տեր կանգնող ազգն է ձևավորվում։ Հիմա մենք պետություն ունենք, ազգ վաղուց ենք, բայց ինչ որ դրա հետևից չեն գնում առանձնապես։ Դե ազգը էդ էլ գիտեք, որ երևի լիքը ձևակերպումներ ունի ինչ ազգը եւ մեր ճգնաժամերից մեկն էլ երևի թե այն է, որ մենք ոնց որ մինչև ստեղ հանդիպումը մի բան էլ ես մեր նախորդ խոսակցությունից հիշեմ, Ռաֆուց խոսակցություն գնաց եւ իր հրապարակախոսությունից, որտեղ միտեղ ասում էր, որ մենք պետքա դադարենք կրոնաեթնիկ համայնք լինելուց, այլ վերածվենք ժամանակակից ազգի, քաղաքացիական ազգի նկատի ուներ ֆրանսիական հեղափոխությամբ եկած քաղաքական, այո, չէ, նաև քաղաքացի հենց իմաստով, ոչ թե ինչպես ասում են հպատակ, չէ, որովհետև մենք հիշում ենք, որ նախորդ դարերում հպատակ էին, այսինքն քաղաքացի չէին։ Կարճ ասած, այս սրանք տարբեր ազգեր են։ Նույն ազգն են թվում, նույն լեզվով են գուցե խոսում, ու նկատեմ լեզվի հայերենով ենթադրենք, բայց նաև տարբեր ազգեր են։ Այսինքն շատ բան կա անելու, այս կարելի անverջ խոսալ իհարկե այս խոսակցությունը, բայց ես կուզեմ վերադառնամ մեր սերնդին ու ես կուզեմ այդ ասեմ ողբերգականության մեր մասին ինչ եմ մտածում, ինչ եմ տենց մտածում, որովհետև նախորդները իհարկե մեզանից մեծերը, ովքեր որ չկարողացան որևէ կերպ այս նոր հասարակարգում բանալին անցնել, իրենց ողբերգությունը ունեն, հատկապես այն մարդիկ, ովքեր շատ ծանր էին տանում հասարակարգի փոփոխությունը։ Մեր ողբերգությունը կայանում է նրանում, որ մենք ոչ ընդեղ էինք, ոչ միտեղ էինք։ Ընդհանրապես հող չկար ոտքերից տակ եւ դա էլ մեր ողբերգությունն էր, բայց ես կարծում եմ, որ մենք պետքա կամք դրսևորենք հող ստեղծենք ինքներս ու այնուստին պատրաստի հող տանք, որ նրանք միանգամից արդեն ուրիշ բաների մասին մտածեն։ Ես մի անգամ մի քիչ ավելի ծայրահեղ միտք էի ասել, ասում եմ, մեր սերունդը պարտավորություն պիտի ունենա կամավոր ստանձնի, որ դառնա հաջորդ սերնդի ոտքերի տակի հողը, հումուսի պիտի վերածվի։ Լրիվ համաձայն եմ, ու ամեն ինչ կարճ ասած կեցե հաջորդ սերունդը որ վաղն է գալու։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ գրող, արձակագիր Սարգիս Հովսեփյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։